Ճանապարհային նշանների գծանշման և բաժանարար գոտու բացակայության դեպքում վարորդները երկկողմ երթևեկությամբ ճանապարհների երթևեկելի մասում գտնվող ճանապարհային կառույցների տարրերը պետք է շրջանցեն աջ կողմից, որ հետագծով է թույլատրվում մոտենալ մայթեզրում սպասող հետիոտին: Միայն բ. Ճանապարհը պետք է զիջել բեռնատար վարորդը: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն, մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայական և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը: Կողանցում է համարվում շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու: Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե բեռնատար ավտոմոբիլում բացակայում է բժշկական դեղատուփը: Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե երկու դեպքում էլ նշաններից որն է պարտադրում զիջել ճանապարհը հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցին, տարբերակ 3, ինչ է ցույց տալիս հետևյալ ճանապարհային նշանը, առաջարկում է ճանապարհի տվյալ հատվածում երթևեկել 50 կմ/ժ արագությամբ: Այս ցուցանակի դեպքում իր հետ օգտագործված նշանի ազդեցությունը տարածվում է թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների վրա: Կայանումը ուղեկամուրջից հետո արգելվում է: Խաչմերուկն առաջինը կանցնի կանաչ ավտոմոբիլը, որ նկարում է վարորդը ճիշտ կատարում շրջադարձը ձախ նկարում: Ինչ է նշանակում այս գծանշումը: Ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում: Թույլատրվում է կանգ առ նշված վայրում: Այո, ինչպիսի առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում: 50 կմ/ժ: Երթևեկությունն ուղիղ շարունակելու դեպքում կանցնենք թեթև մարդատարի անցնելուց հետո, որ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը: Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթևեկող ավտոբուսի վրա պետք է միացված լինի լապտերների հեռակա կամ մոտակա լույսը: Ավտովթարի դեպքում առաջին հերթին պետք է զննել դեպքի վայրը և ապահովել անվտանգությունը: 20 ճիշտ պատասխան